Շուրջ 20 տարի նոր ցուցադրություն չունեինք եւ Մշակույթի նախարարության եւ անհատ բարերարների օգնությամբ բացվեց թանգարանի գրական հատվածի նոր ցուցադրությունը, որը ներկայացնում է Իսահակյանին նորովի Նախարարության դրամաշնորհով ստեղծվում է պատկերագիրքը, որը կներկայացնի Իսահակյանի ողջ կյանքը լուսանկարների միջոցով Կիրականացվեն Փարիզի Ինալկո համալսարանի հետ համագործակցությունները, կիրականացվի Մխիթարյան միաբանությունում Իսահակյանին նվիրված ցուցադրությունը, կիրականացվի շատ ունիկալ, շատ յուրահատուկ մի ծրագիր, որը նոր էջ է բացելու Իսահակյանագիտության ասպարեզում, Իսահակյանը բիզնեսի համար, պատմասացության մրցույթ է լինելու իսահակյանական թեմաներով, ստեղծվելու են պատմություններ, որոնք աջակցելու են բիզնես ոլորտին եւ հոբելյանական մեծ միջոցառումը նորից նախարարության դրամաշնորհով տեղի կունենա Վարպետի այգում, որտեղ Հայկ Մելիքյանը, հայտնի երաժիշտ դաշնակահար, կներկայացնի Իսահակյանի խոսքերով գրված երգերի երաժշտությունները։ Այս պահին Իսահակյանի տուն-թանգարանը ներկայանում է նաև այցելուներին այլ ձևաչափով։ Կարող եք այցելել Իսահակյանի թանգարան, շրջել եւ դուրս գալ այգի, այնտեղ նստել եւ ձեր աշխատանքն իրականացնել, աշխատանքային տարածք որպես եւ վայելել բնությունն ու գեղեցիկ միջավայրը։ Armenian writer lived in this house during the last 10 years of his life. Այսօր ես կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ապագա զբոսավարի մայր եմ այստեղ, մեր համար միայն ժամանց չի, այլ նեղ մասնագիտություն ու լուսավոր ապագա։